Չնայած վերջին տարիների ցավալի փորձառություններին, այդ թվում պատերազմը եւ դրան հաջորդած մարդասիրական հետևանքները, Հայաստանը կատարել է խաղաղության հստակ եւ գիտակցված ընտրություն, ձեռնարկելով այդ ուղղությամբ վճռական քայլեր։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ելույթում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը այս առումով կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովը, որն ըստ նրա նշանավորվեց պատմական շրջադարձային իրադարձությամբ։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի վարչապետ ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիր ստորագրեցին։ Նախաստորագրվեց նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը։ Հայաստանի համար սա լրջագույն խոստում է մեր քաղաքացիներին, որոնք տասնամյակներ տևած հակամարտությունից տուժել են, եւ բոլոր այն անձանց մեր ապագա սերունդներին, որ մենք ընտրելու ենք համագործակցությունը հակամարտության փոխարեն, հույսը հուսահատության փոխարեն եւ զարգացումը անկման փոխարեն։ Միրզոյանի խոսքով վերջերս Ադրբեջանից 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս մեզ հաջորդիվ մյուս 19 պահվող անձանց արձակման համար, որոնք դեռ Ադրբեջանում են։ Ըստ նրա, այս ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցում գործակցությունը կլինի նշանակալի ներդրում հաշտեցման գործում։ Խաղաղությունը, ինչպես ժողովրդավարությունը, չի կարող լինել ինստինկտյան տրված, այն պետք է անընդհատ սնուցել, պաշտպանել, նորոգել թե ներքին, թե արտաքին ճնշումներից։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ մենք խորապես գնահատում ենք Եվրոպայի խորհրդի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանին, աջակցելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Ձեր աջակցությունը երկարատև խաղաղությանը, կարգավորման մարդասիրական ձգտմանը եւ մարդու իրավունքներին շարունակում է կենսականորեն կարեւոր մնալ, քանի որ մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը։ Շնորհակալ ենք այդ կայուն եւ բարգավաճ ապագա տանող ճանապարհին մեզ հետ լինելու համար։ Արտգործնախարարի խոսքով Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթաց է ներառյալ սահմանի լիակատար բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ Գյումրի կարծերկաթուղու վերականգնում, կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության ամրապնդման եւ բարգավաճման գործում։ Վերադառնալով Եվրոպայի խորհրդին, որին Հայաստանի անդամակցության 25-ամյակն է նշվում, Միրզոյանը նկատել է անդամակցությունից ի վեր այդ կառույցը նշանակալի դեր է խաղացել հայ հասարակության եւ պետականության մեջ ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատի ներդրման գործում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումը եւ այսպես շարունակ։ Ցանկը կարելի է շարունակել անվերջ, բայց եկեք շատ անկեղծ լինենք, եւ ես իսկապես հույս ունեմ, որ իմ ուղերձը սխալ չի հասկացվի։ Արտաքինից բարեփոխումներ նշանակող այս գործընթացը կարող է շարունակվել դարեր շարունակ, չհասնելով ավարտին, վերջնագծին։ Հայաստանը ժողովրդավարության վերածելու, քանի որ կառավարության մակարդակով իրական հետաքրքրություն չկար։ Այսպիսով մարդիկ փոխեցին կառավարությունը Հայաստանում, դառնալով փոփոխությունների եւ ժողովրդավարության շարժիչ ուժ։ Խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ նշանավորեց մեր երկրի ժամանակակից պատմության մեջ, շարունակել է նախարարը, նկատել մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը։ Անդրադառնալով Հայաստանում 2026 թվականի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին, Միրզոյանն ընդգծել է, կառավարությունը երկրում ժողովրդավարությունը պաշտպանելու համար կհենվի ժողովրդավարության եւ դրա անձեռած մեխանիզմների վրա։ Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը կրկին ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում միակ աղբյուրն է, նշել է Միրզոյանը։ Այնուամենայնիվ մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրականության նկատմամբ, մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն, մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել։ Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների եւ միջամտության անօրինական սխեմաների մեջ, տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների, ցանկանում են խաթարել մեր ինքնիշխանությունը, խաղաղության եւ ժողովրդավարության ձգտումը, եւ նրանք ցանկանում են մեզ վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության եւ թույլ ինքնիշխանության խավարին, օգտագործել հենց ժողովրդավարության գործիքները եւ մեխանիզմները ժողովրդավարությունը վերացնելու, ոչնչացնելու համար։ Նախարարի բնորոշմամբ այս մարտահրավերներին դիմակայելն ամենօրյա գործ է, բայց պետք է մի կողմից խոսքի ազատությունը պահպանել, մյուս կողմից գործել չարամիտ գործող անձանց դեմ։ Միրզոյանի խոսքով նրանց ջանքերն էլ ավելի են աճելու, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին։ Ես այստեղ կանգնած եմ ասելու, նրանք չեն հաջողի։ Մեր հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ եւ դժվարությամբ նվաճած ազատությունները պաշտպանելու մեր վճռականությունն ավելի ուժեղ է, քան ցանկացած ստվերային գործողություն։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք կհենվենք ժողովրդավարության եւ դրա կողմից տրամադրվող մեխանիզմների վրա։
Մենք կապահովենք, որ այս ընտրությունները ծառայեն որպես մեր ժողովրդավարական դիմակայունության ապացույց, ելույթը եզրափակել է նախարարը։ Նախարարին հարց է ուղղվել, թե ինչով կարող է օգտակար լինել ԵԽԽՎ-ն Հայաստանին ընտրական գործընթացներում հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար։ Մենք ձևավորել ենք իմունիտետ պաշտպանվելու կարողություն այն միջավայրում, որտեղ վերջին 4-5 տարիների ընթացքում եղել են հիբրիդային սպառնալիքներ, կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենցաղավարության մի մասն են դարձել, ինչպես եւ այլ երկրներում։ Այս հեղինակավոր մարմինը աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ կարող է գալ մեր երկիր եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Վստահ ենք, որ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները։ Մեկ այլ հարցի, թե ինչ հանձնառություն է պատրաստ ստանձնել հայկական կողմը Ադրբեջանի հետ տևական խաղաղությունը պահպանելու ուղղությամբ, արտգործնախարարը պատասխանել է. Թրամփի ուղին թույլ է տալու Հայաստանին ու Ադրբեջանին դառնալ ոչ միայն տարանցիկ հանգույց, այլև ամբողջ Հարավային Կովկասն է դարձնելու տարանցիկ տարածաշրջան, ապահովելով ոչ միայն մարդկանց կապը, այլև ապրանքաշրջանառությունը։ Ադրբեջանն արդեն վերացրել է դեպի Հայաստան ապրանքների ներմուծման արգելքը։ Մենք սկսել ենք երկկողմանի առևտուր։ Համապատասխան մարմիններն այս պահին քննարկում են երկկողմանի առևտրի այլ հնարավորություններ ապրանքների տարանցման համար։ Սա արդեն իսկ մեծ ուղենիշ եւ մեծ ձեռքբերում է։ Թե կառավարությունը, թե քաղաքական շրջանակները, թե Հայաստանի ժողովուրդն իսկապես ամեն հնարավոր ջանք գործադրում են, որպեսզի հաստատված խաղաղությունը տևական լինի։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ կան այս բարդագույն խնդրի բազմաթիվ հարցություններ, մեկը հումանիտար խնդիրն է, այո, անհետ կորած անձանց ճակատագիրը, Ադրբեջանում պահվող 19 անձանց գերությունից ազատ արձակումը։ Սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնա թե Հայաստանի կառավարությունը, թե քաղաքասարակությունը։ Շարունակում ենք մեր ջանքերը եւ բանակցությունները, մեր քննարկումները նախ եւ առաջ Ադրբեջանի գործընկերների հետ, բայց միևնույն ժամանակ մեր միջազգային գործընկերների հետ, քանի որ ձեր աջակցությունը, ձեր ներդրումը շատ կարեւոր են այս հարցի վերաբերյալ։ Այն հույժ կարեւոր է, վճռորոշ նշանակություն ունի եւ մեծապես գնահատվում է։ Անդրադառնալով շրջանառվող Զանգեզուրի միջանցք ձևակերպմանը, Միրզոյանը հորդորել է ընթերցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ստորագրած հռչակագիրը։ Այնտեղ, ըստ Միրզոյանի, հստակորեն սահմանվում է, որ երկու կողմերը համաձայնել են բացել հաղորդուղիները տրանսպորտային ուղիների ապաշրջափակում իրականացնելու եւ փոխկապակցվածություն ապահովելու համար։ Այնտեղ կա հստակ դրույթ թրիփուղու հաստատման մասին, ուստի չկա Զանգեզուրի միջանցք, այդպիսի միջանցք երկու երկրների կողմից համաձայնեցված չէ։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։